Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Լրագրողներ, ռեժիսորներ, լուսանկարիչներ և պարզապես ստեղծագործողներ աշխարհի տարբեր ծայրերից հավաքվել են Մոսկվայի սրտում հաղթանակից 80 տարի անց խոսելու հաղթանակի ժամանակի մասին։ Մեծ էկրանին կենտրոն հեռուստաընկերության նախագիծն է հաղթանակի ժամանակը։ Գագիկ Ծառուկյան հիմնադրամի միջոցներով ստեղծված այս հաղորդաշարն ամիսներ շարունակ գրավեց ոչ միայն Հայաստանի, այլև արբանյակային հեռարձակմամբ մեզ հետևող միլիոնավոր հեռուստադիտողներին։ Արժանացավ նաև մշակութային երկխոսություն ֆորումի հատուկ ուշադրությանն ու բարձր գնահատականին։ Բարի երեկո, սիրելի մասնակիցներ, Меня зовут Մարիամ։ Իմ անունը Մարիամ է, ես մեծ հպարտությամբ այսօր ներկայացնում եմ հաղթանակի ժամանակ հեռուստանախագիծը, որն ամիսներ շարունակ ցուցադրվեց կենտրոն հեռուստաընկերությամբ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ։ Մեզ համար հաղթանակի ժամանակը պարզապես նախագիծ չէ, սա պատմություն է մեծ հաղթանակի մասին։ Սա մեր պատմական ու մշակութային առաքելությունն էր, որ կյանքի կոչեցինք պատվով։ 19-րդ անգամ անցկացվող հավաքն այս տարի յուրահատուկ է, ներկայացված պատմությունները տարբեր երկրներից ֆաշիզմի դեմ հաղթանակի վավերագրություններ են։ Կենտրոն հեռուստաընկերության նախագիծն իրական հերոսությունների, մեր կողքին ապրող մարդկանց ծանր, բայց հաղթանակած ճանապարհի մասին է։ Ազատագրել ենք Ուկրաինան, ազատագրել ենք Պոլշան, Վենգրիան և հասանք Չեխոսլովակիա։ Ռոզալիա Աբգարյանը 1941-ին միացավ Կարմիր բանակին, մի քանի ամսում սովորեց ռադիոգործը, մի կողմ դրեց կարմիր դիպլոմն ու երազանքը դառնալ բժշկուհի, պատերազմի գույժը փոխել էր ծրագրերը, նրա պատմությունն է մեծ էկրանին։ Երկրորդ ֆիլմը, որ ցուցադրվում է Լենինգրադի բլոկադայի մասին է, մահվան, սովի, խավարի 2 տարի 4 ամիս 10 օր ձգված պատմության չբացահայտված դրվագները։ Нашей телепередачи «Время Победы», над которой работала целая команда для нас. Նախագծի վրա աշխատել է մի ամբողջ թիմ։ Մենք հատկապես այս օրերին կարևոր ենք համարել շեշտել միասնականության ու ազգերի եղբայրության գաղափարը։ Սա կարմիր թելով անցնում է մեր յուրաքանչյուր թողարկման մեջ։ Կարծում եմ այս հաղթանակը հիմնված է միայն սիրո վրա, հայրենիքի հանդեպ մեծ սիրո։ Սա այն է, ինչ անհրաժեշտ է մեզ նաև այսօր։ Միջոցառումը շարունակվում է Սանկտ Պետերբուրգում, պատմության, մշակույթի ու արվեստի հատման խաչմերուկում, Էրմիտաժում։ Հաղթանակի մասին խոսելն ու պատմելը կարևոր է հատկապես գալիք սերնդի համար։ Լավ է, որ երիտասարդներն են անում այդ պատմությունը, ու լավ է, որ Հայաստանն էլ մասնակցեց իր ծրագրով։ Գիտեք ինչ կա, կարևորն է, որ հիշենք այդ պատմությունները ու մարդկային ձևով ներկայացնենք։ Այստեղ մի կարևոր բան կա, ոչ ֆորմալ է պետք անել։ Իրական պատմություն է պետք է եւ անկեղծ է պետք լինել։ Քաղաքական քննարկումներից, հակասություններից, բախումներից այն կողմ երիտասարդները օրեր շարունակ ներկայացրին, խոսեցին ու պատմեցին հաղթանակի մասին։ Սեփական մշակույթը ներկայացրին իրենց բնորոշ լեզվով ու պատկերացումներով։